Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգու Սրբո, ամեն։ Ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն։ Արժանապատիվ Տեր Հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Մուտնի վիրապի տոնը, երբ որ Լուսավորիչ հայրապետը նետվեց խոր վիրապի գուբը եւ այնտեղ անցկացրեց 13 երկարուձիգ տարիներ ճգնության եւ միայնության մեջ։ Պատմությունը ձեզ քաջածանոթ է մանկությունից ի վեր Տրթատ արքայի եւ Գրիգոր Լուսավորչի հետ կապված, երբ որ դավադրաբար Տրթատի հայրը Խոսրովը սպանվում է, այնպես է ստացվում, որ Տիրոջ ողորմությամբ երկու զավակները Տրթատը եւ Անակ Պարթևի որդին հետագայում անվանված Գրիգոր Լուսավորիչ մեր հայրապետը Սուրեն անունով կարողանում են դուրս բերվել մեծ հայքից, մեկը Հռոմ, մյուսը Կեսարիա, եւ դաստիարակությունից հետո, երբ որ պատմականորեն հասնում է պահը, երբ որ Տրթատ թագավորը վերադառնում է եւ վերցնում է իր հոր գահը կրկին, լինում է այնպես, որ Գրիգոր Լուսավորիչը անցնում է ծառայության Տրթատի զորաբանակում։ Եվ երբ որ արդեն ստացվում է այնպես, որ Տրթատը կարողանում է հաղթանակ տանել, Անահիտ Աստվածուհու Մեհյանին նվիրված տոնակատարություն են կազմակերպում եւ պետք է զոհաբերություններ մատուցեին, որից հրաժարվում է Լուսավորիչը։ Հրաժարվելով ոչ միայն անարգեց աստվածությունները հեթանոսական, այլ նաեւ կասկածի տակ դրեց Տրթատ թագավորի գահաժառանգ լինելու հանգամանքը, որովհետև Անահիտ Աստվածուհուն կատարվելիք այդ նվիրաբերությունները նրան որպես վավերական թագավոր, վավերական արքա ընկալելու նաև սիմվոլը պիտի լիներ։ Եվ այս ամենից հետո չարչարանքներ, որով բացահայտվում են նաև Լուսավորչի հոր հանցանքը Խոսրով թագավորի նկատմամբ եւ այլ ավելի է բարկանում Տրթատ թագավորը եւ անասելի տանջանքների է ենթարկում Գրիգոր Լուսավորիչ հայրապետին եւ ի վերջո նետում են գուբը։ Այսօրվա խորհուրդը, սիրելիներ, մեծապես կապված է հավատարմության հետ եւ ճշմարտության հետ։ Ինչ է հավատարմությունը առ Աստված եւ ինչ է ճշմարտությունը։ Լուսավորիչ հայրապետը իր փորձով, իր կյանքի օրինակով ցույց տվեց, որ աշխարհում կան որոշակի անձեռնմխելի զգացմունքներ, անձեռնմխելի հարաբերություններ, որոնք որ չեն կարող նույնիսկ ոտնահարվել կյանքի սպառնալիքի պարագային։ Եվ այդպիսի անձեռնմխելի հարաբերություններից է մարդ-Աստված հարաբերությունը, որով որ Լուսավորիչ հայրապետը ցույց տվեց, որ կարելի է այս կյանքում ապրել սկզբունքով, ապրել ճշմարտությանը հետևելով եւ այդ ճշմարտության համար նույնիսկ նահատակվելով։ Բայց բարեբախտաբար Տերը ողորմեց մեզ համար Լուսավորիչ հայրապետին, նահատակության պսակը այդ պահին չընկալեց, բայց դարձավ պատճառ մեր ազգի փրկության, որով որ մենք ընդունեցինք Քրիստոսին մեր մեջ եւ մինչ օրս փորձում ենք Լուսավորչի հավատքը վառ պահել մեր սրտերում եւ ընթանալ Տիրոջ շավիղներով։ Սիրելիներ, աշխարհը մեզ դրա համար պիտի ատի, որ մենք փորձում ենք հետևել Տիրոջը, որովհետեւ աշխարհի մտածողությունը այլ է, աշխարհը կամ ամբարտավան մարդիկ կամ ինչպես որ Սողոմոնի իմաստության մեջ է ասում անուղղա, այսինքն չուղղվող մարդիկ չեն հասկանում Տիրոջ խորհուրդները
եւ չեն կարողանում հետևել Տիրոջ կամքին։ Ոչ թե որ ի վիճակի չեն, այլ որովհետեւ մեծ հաշվով չեն ճանաչում։ Իսկ ճանաչողությունը նաեւ գալիս է կամքից, որովհետեւ չեն ուզում ճանաչել։ Սողոմոնի իմաստության երկրորդ գլխում հետաքրքիր նրբություններ է փոխանցում մեզ, թե ինչպես է մտածում աշխարհի մարդը, ինչպես է մտածում ամբարիշտ մարդը։ Մի քանի կետերով կարող ենք անցնել։ Ամբարիշտները ասում են. մեր կյանքը կարճ է եւ ցավերով լի։ Ոչ մի փրկություն չկա։ Ապրում ենք մեկ անգամ։ Դուք հավանաբար լսած կլինեք, չէ՞, մեր ժողովրդի մեջ էլ շատերն ասում են, մեկ անգամ ենք ապրում։ Մեկ ուրիշ տեղ ասում է ամբարիշտը, մենք պատահաբար ենք ծնվել եւ սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու։ Չկա հավիտենություն, չկա արդարություն ամբարիշտի համար։ Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում եւ դրանով փորձում են արդարացնել իրենց չարագործությունները։ Ոչ ոք մեզ չի հիշելու, ասում են նրանք, չմտածելով, որ Աստծո անտեսանելի աչքի ներքո են եւ ամեն ինչ Տերը տեսնում է։ Եվ ասում են, եկեք վայելենք այս երկրավոր բարիքները, որ կան։ Հագենանք պես գինիներով, անուշ յուղերով։ Եկեք անիրավության բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրում, չխորշենք ծերին անարգելուց։ Թող մեր ուժը, ասում են նրանք, դառնա արդարության օրենքը։ Մեր աշխարհն է նկարագրում Սողոմոնի իմաստունը, այսօր էլ այդպես է։ Դահանակալ լինենք արդարին, ասում է, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ։ Մեր առջև մեր խորհուրդների հանդիմանությունն է արդարը, ասում են նրանք։ Այն, որ մենք արդարության ճանապարհով ենք փորձում ապրել, այդ կյանքն իսկ նրանց համար հանդիմանություն է։ Եվ երբ որ նրանք նայում են արդար մարդու կյանքին, իրենք ավելիով են տեսնում իրենց չարագործությունները եւ ասում են ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, տանել չեն կարողանում արդար մարդուն իրենց կողքը, որովհետեւ նրա կյանքը նման չէ ուրիշների կյանքին։ Եվ ի վերջո Սողոմոն իմաստունը ասում է, որ սկսում են փորձել արդարև Աստծո որդին է սա թե ոչ, ինչպես որ Տեր Հիսուսին բազմությունը ասում էր տեսնենք Աստված կգա նրան փրկելու թե ոչ, այսօր էլ ամբարիշտները այդպիսի փորձության մեջ են դնում արդար կյանքով ապրել ցանկացող մարդկանց եւ ակամա այդ հարցն է անընդհատ հնչում, տեսնենք Աստված կօգնի, Աստված կզորացնի, Աստված կպահի եւ ի վերջո տեսնում են, որ այս մտածողությունը մարդուն բերում է նրան, որ նա սկսում է ինքնախաբեությամբ զբաղվել եւ ինքնախաբեությունը բերում է նրան, որ մարդը մերժում է ի վերջո արդարությունը եւ երբ որ մերժում է արդարությունը, սկսում է մերժել նաեւ Աստծուն եւ վերջապես դառնում է մահվան դաշնակից։ Բայց նույն Սողոմոն իմաստունի գիրքը երկրորդ գլխում խոսում է նաեւ նրա մասին, որ այդպես խորհողները, ամբարիշտները կուրացել են իրենց չարությունից եւ դրա պատճառով չճանաչեցին Աստծո խորհուրդները։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սակայն, ճանաչեց Աստծո խորհուրդները, ակնկալեց սրբության վարձը եւ ընտրեց անարատ հոգիների պատիվը։ Եվ մեզ էլ կոչ է անում, որպեսզի մենք այդ ճանապարհը ընտրենք։ Լուսավորիչ Հայրապետը հասկացավ, որ կյանքը միայն այս աշխարհով չէ սահմանափակվում։ Այդ պատճառով էլ նետվեց վիրապ, որը թվում է թե արտաքինից պարտություն է նշանակում, բայց իրականում մտավ Աստծո խորին խորհուրդների մեջ։ Վիրապը դարձավ նրա աղոթքի վայրը, նրա մաքրության ճանապարհը, նրա ներքին հաղթանակի սկիզբը։ Միքիա մարգարեի հատվածը, երբ որ այսօր ընթերցվեց, կարծես գրված էր նաև Լուսավորիչ Հայրապետի համար, նաև գրված է մեզ բոլորիս համար, ովքեր որ փորձության մեջ, նեղության մեջ ընկնում են ճակերտավոր վիրապների մեջ։ Միքիա մարգարեն պատասխանում է իր դեմ հողորտացող չարին, սատանային, եւ ասում է, թե գլորվեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
Տերն է ամենքիս լույսը, մեր բոլոր նեղությունների, մեր բոլոր փորձությունների մեջ։ Եվ եթե մենք վստահությամբ դառնանք առ Աստված, մեր կյանքի փորձություններն ու մեր կյանքի փոքրիկ վիրապները, որոնց մեջ մենք պարբերաբար ընկնում ենք, պիտի դառնան մեզ համար կյանքի ճանապարհ, պիտի դառնան մեզ համար փառքի ճանապարհ, որով որ պիտի կատարվի մեր կյանքում Տիրոջ խոսքը, ինչպես որ ասում է առաքյալը, որքան որ չարչարակից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան էլ նրա փառքին պիտի փառակից լինենք։ Վիրապը մեր կյանքում վերջ չէ, այսօրվա խորհուրդը դա է։ Թվում է, թե մահը կլանում է մեզ, բայց Տեր Հիսուս իր հարության շնորհով նաև մեզ տալիս է այդ հաղթանակի լույսը եւ հաղթանակի հույսը։ Մեր կյանքում բազում այդպիսի վիրապներ նետվեցինք, թե անատապես եւ թե իբրև հավաքականություն, իբրև հայ ժողովուրդ։ Սակայն Տերը ամեն անգամ մեզ ցույց է տալիս, որ այդ վիրապից դուրս գալու ելքը կա։ Այնտեղ, որտեղ որ մարդկային մտածողությունը, մարդկային հնարավորությունները ավարտվում են, այդտեղ իսկ Տերը գործում է։ Այսօրվա խորհուրդը, սիրելիներ, որ Տեր Հիսուս Քրիստոս մեզ փոխանցում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքի որոշակի իրադարձություններով, հետևյալն է, կարելի է սահմանել մի քանի կետերով։ Առաջին, հավատարմությունը Աստծուն երբեք չի մնում անպտուղ, թեկուզ անցնենք խավարի միջով։ Երկրորդ, Աստված գործում է նույնիսկ այնտեղ, որտեղ մարդ տեսնում է փակուղի։ Եվ երրորդ, մեր խաչը, եթե կրում ենք հավատով, ինչպես որ Տեր Հիսուս է ասում, ով որ ուզում է հետևել ինձ, թող վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից, եթե այդ խաչը, որ մեր յուրաքանչյուրի համար առանձնահատուկ է, յուրահատուկ է, վերցնում ենք հավատքով, առանց տրտնջալու, գոհությամբ, ապա դա դառնում է մեզ համար ոչ թե կործանման ճանապարհ, այլ փառքի ճանապարհ։ Այսօր հիշելով Սուրբ Լուսավորիչ Հայրապետի չարչարանքները, մենք խնդրում ենք Տիրոջը, որպեսզի մեզ ամրացնի մեր հավատքի մեջ, ինչպես որ ամրացրել էր Լուսավորիչ Հայրապետին։ Խնդրում ենք, որպեսզի մեզ տա համբերություն մեր նեղությունների մեջ, ինչպես որ տվել էր համբերություն Լուսավորիչ Հայրապետին։ Եվ խնդրում ենք, որ ինչպես որ Լուսավորիչ Հայրապետին Տերը լույս ծագեցրեց խավարում, այնպես էլ թող լուսավորի մեր բոլորի սրտերը, որպեսզի մեր խավար ճանապարհները կարողանանք հաղթահարել եւ այն դժվարություններն ու փորձությունները, որ կրում ենք մենք անհատապես եւ ազգովի, կարողանանք հաղթահարել Տիրոջ շնորհով։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։